Սիրելի հետևորդներ, ողջույն։ Այսօր պատրաստել եմ շատ օգտակար տեսանյութ, հատկապես օրիգինալ տորթերի սիրահարների համար։ Պատրաստելու ենք այսպիսի գեղեցիկ դեկորներ նախատեսված տորթերի զարդարման համար, մրգամանի տեսքով։ Կբացահայտեմ և կմեկնաբանեմ բոլոր նրբություններն ու գաղտնիքները, որպեսզի դուք էլ կարողանաք տնային պայմաններում պատրաստել այսպիսի գեղեցկություններ։ Այնպես որ մնացեք ալիքում և դիտեք տեսանյութը մինչև վերջ։ Եվ այսպես նախապատրաստում ենք սիլիկոնե գորգը, որը չափերով բավականին մեծ պետք է լինի, և որևէ բարձրություն, ինձ մոտ դա ապակե տարա է։ Այնուհետև հաստատակ ունեցող կաթսայի մեջ լցնում ենք 140 գրամ շաքարավազ, 40 գրամ ջուր և 40 գրամ մեղր։ Վերցրեք տնական որակյալ մեղր։ Մեղրը կարող եք փոխարինել ինվերտային կամ գլյուկոզայի օշարակներով։ Ես ավելացնում եմ մի փոքր տիտանի դիօքսիդ, որպեսզի պատրաստի դեկորը թափանցիկ չլինի։ Այն կարող եք փոխարինել սպիտակ գելային սննդային գունավորիչով։ Ավելացնում եմ նաև մի փոքր կարմիր գույն, որպեսզի ստանամ բաց վարդագույն երանգ։ Ցավոք այդ ավելացնելու կադրը ինձ մոտ բացակայում է։ Ավելացրել եմ հետևյալ կերպ. գույնը կաթեցրել եմ գդալի վրա և փայտե ձողի օգնությամբ քիչ-քիչ ավելացրել մասսային, մինչև ստացել եմ անհրաժեշտ երանգը։ Լավ խառնում ենք և կաթսան տեղափոխում կրակին։ Կրակը թույլ չպետք է լինի, կարող եք եփել միջին կրակով։ Ընթացքում չենք խառնում։ Եթե առաջանում է խառնելու անհրաժեշտություն, ապա կարող եք պարզապես պտտել կաթսան։ Եփում ենք այնքան, մինչև ջերմաստիճանը դառնա 150-ից 155 աստիճան Ցելսիուս։ Սա ամենակարևոր էտապն է, այնպես որ եղեք ուշադիր։ Եթե մենք մասսան տաքացնենք 150 աստիճանից ցածր, ապա պատրաստի դեկորը իհարկե կստացվի, կպահի իր ձևը, բայց արտաքին գործոնների ազդեցության պատճառով որոշ ժամանակ անց այն կարող է պարզապես դառնալ շատ կպչուն և կորցնել իր տեսքը աստիճանաբար։ Իսկ եթե մասսան շատ տաքացնենք 155 աստիճանից, ապա այն կփոխի իր գույնը, կդառնա դեղին և կստանա վառածի համ և հոտ։ Այնպես որ այս էտապը ամենակարևոր էտապն է ամբողջ գործընթացում։ Եղեք ուշադիր։ Հենց մասսան դառնում է 150 աստիճան, անմիջապես կաթսան վերցնում ենք կրակից և մասսան լցնում ենք նախապես նախապատրաստված սիլիկոնե գորգի վրա։ Այդպես մենք դադարեցնում ենք եփվելու պրոցեսը։ Այդ էլ պատճառը, որ նախապես ենք նախապատրաստում սիլիկոնե գորգը։ Թողնում ենք այդպես 1-2 րոպե, մինչև մասսան մի փոքր պնդանա, բայց ուշադիր եղեք, որպեսզի այն միանգամից չսկսի պնդանալ և բաց թողնեք ձևավորման էտապը։ Ես ընթացքում մի փոքր բարձրացնում եմ սիլիկոնե գորգը աշխատանքային մակերեսից, որպեսզի ջերմաստիճանի բարձր ազդեցության հետևանքով այն հերմետիկորեն չկպչի աշխատանքային մակերեսին և հետագայում դժվարությամբ չպոկվի։ Երբ մասսան մի փոքր պնդանում է, այն անմիջապես տեղափոխում ենք բարձրության վրա և սովորական ամրակների օգնությամբ ձևավորում ենք մեր մրգամանը ըստ ճաշակի։ Պարզապես այստեղ շատ ուշադիր եղեք, որպեսզի այդ ծալքերը շատ նեղ չլինեն, այլապես հետագայում, երբ սիլիկոնե գորգը փորձենք հանել ծալքերից, հնարավոր է, որ վնասենք և խախտենք պատրաստի դեկորի ամբողջականությունը։ Շատ արագ ենք աշխատում և նույն ժամանակ կոկիկ։ Եթե ընթացքում մասսան ծորում է, անմիջապես կտրում ենք մկրատի օգնությամբ, որպեսզի այն չհասցնի պնդանալ, քանի որ այդպիսի երկար ծորացող հատվածները հետագայում պատճառ են դառնում պատրաստի դեկորի ամբողջականության խախտման։ Թողնում ենք այդպես մոտավորապես 15 րոպե, իսկ այդ ընթացքում ես ձեզ կներկայացնեմ, թե ինչպիսի պատկեր եմ ստացել մեկ այլ մրգաման պատրաստելու արդյունքում։ Պատրաստել եմ նույն տեխնոլոգիայով, նույն սննդային գունավորիչներով, նույն երանգով, պարզապես դիտավորյալ սպասել եմ, որպեսզի ջերմաստիճանը դառնա 159-160 աստիճան, որպեսզի ձեզ ներկայացնեմ, թե ինչպիսի պատկեր կստանանք, երբ ջերմաստիճանը բարձր լինի նախատեսվածից։ Զգուշությամբ հեռացնում ենք բարձրությունը, ապա շատ կոկիկ դանդաղ շարժումներով հեռացնում ենք սիլիկոնե գորգը նախ ծալքերից, որից հետո այն հեռացնում ենք ամբողջությամբ, աշխատում ենք անպայման ձեռնոցներով, քանի որ պատրաստի դեկորը կպչուն է լինում և ցանկալի չէ, որ մատնահետքերը մնան դեկորի վրա։ Զգուշությամբ հեռացնում ենք սիլիկոնե գորգը և արդյունքում ստանում ենք գեղեցկություն։
Իհարկե, պատրաստի դեկորը ստացվել է շատ գեղեցիկ, շատ կայուն, գեղեցիկ երանգով, սակայն քանի որ մենք այն երկար ենք պահել կրակի վրա, այն ստացել է դառնության համ և հոտ։ Ամեն դեպքում զգացվում է վառված շաքարավազի հոտը և բնականաբար համն էլ այդպիսին կլինի։ Ահա և 15 րոպե անց պատրաստ է նաև մեր մյուս դեկորը, որը պատրաստել ենք ճիշտ տեխնոլոգիայով։ Շատ զգուշությամբ հեռացնում ենք բարձրությունը։ Հնարավոր է, որ սիլիկոնե գորգը բարձր ջերմաստիճանի հետևանքով ամուր կպաստ լինի բարձրությանը։ Շատ զգույշ, որևէ բարակ դանակով փորձում ենք հեռացնել այդ կպած հատվածները։ Շատ զգույշ ենք աշխատում, քանի որ դեկորը շատ արագ կարող է վնասվել։ Զգուշորեն հեռացնում ենք գորգը, անպայման սկզբում հեռացնում ենք ծալքերի հատվածում կուտակված գորգը և ստանում ենք ահա այսպիսի գեղեցիկ նուրբ պատկեր։ Ինչպես ես նախապես նշեցի, ուշադիր եղեք ծալքերի ձևավորման հարցում, քանի որ եթե ծալքերը նեղ ստացվեն, սիլիկոնե գորգը շատ դժվարությամբ նրանց միջից դուրս կգա և հնարավոր է, որ վնասենք դեկորը։ Հիմա ներկայացնեմ, թե ինչպես դեկորը պետք է տեղադրել տորթի վրա։ Եթե դեկորը միանգամից տեղադրենք կրեմի շերտի վրա, այն որոշ ժամանակ անց պարզապես կհալվի և կկորցնի իր ձևը։ Որպեսզի դեկորը կայուն լինի տորթի վրա, նախ հալեցնում ենք շոկոլադը, լցնում աշխատանքային մակերեսի վրա, թողնում ենք շոկոլադը մի փոքր սառչի, որպեսզի դեկորը նրա վրա չլողա, ապա դեկորը տեղադրում ենք շոկոլադի շերտի վրա։ Թողնում ենք այդպես, շոկոլադը լավ սառչի, որից հետո զգուշությամբ հեռացնում ենք աշխատանքային մակերեսից և տեղադրում տորթի վրա։ Այդպես դեկորը շատ երկար պահում է իր ձևը տորթի վրա։ Իսկ հիմա ներկայացնեմ, թե ինչպիսի տորթ եմ ձևավորել այս դեկորով։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Ուզում եմ նշել այս դեկորի առավելություններից ևս մեկը։ Դեկորը սառնարանում պահելիս չի հալվում, չի կորցնում իր ձևը։ Ինձ մոտ տորթը 1 ամբողջ օր մնացել է սառնարանում և ինչպես նկատում եք, դեկորը այնպիսին է, ինչպիսին որ եղել է տեղադրման պահին։ Այն շատ լավ պահում է իր ձևը, իր տեսքը, շատ գեղեցիկ է և օրիգինալ։ Սիրելիներս, հույս ունեմ այսօրվա տեսանյութը հետաքրքիր էր, օգտակար էր։ Սիրով կսպասեմ բոլորիդ մեկնաբանություններին, լայքերին, բաժանորդագրություններին, եթե հավանեցիք տեսանյութը, անպայման կիսվեք ընկերների հետ։ Բարի ախորժակ։